Բարև ձեզ, դուք սքեմատիկ մետեջում եք և այսօր մենք կխոսենք մկանապալարիչների մասին։ Այս դեղերը այլ կերպ կոչվում են նաև կուրառեանման դեղեր կամ միոռելաքսանտներ։ Այս պրեպարատները այժմ կիրառվում են վիրաբուժական միջամտությունների ժամանակ մկանների ռելաքսացիա ապահովելու համար, ստեղծվում են նպաստավոր պայմաններ և վիրաբույժների համար, և անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների համար, և հնարավորություն է տալիս անցում կատարել արհեստական շնչառության։ Դեռևս 16-րդ դարից Հարավային Ամերիկայի տեղաբնիկների կողմից կիրառվել է կուրառե թույնը։ Թույնը պատրաստվել է կուրառե ծառի, տերևներից և կեղևից, եփել են այն և արդյունքում ստացվել է սև թուրմ։ Այդ թուրմը քսել են նետերի ծայրին և օգտագործել որսի ժամանակ։ Բազմաթիվ պատմություններ կան, թե ինչպես է հայտնաբերվել այս թույնի մկանների ռելաքսացիա ապահովելու ունակությունը։ Օրինակ, այդպիսի պատմություններից մեկն է, երբ երկու ընկերներ այդ թունավոր նետով խաղացել են և փորձել են կապիկին որսալ, սակայն նետերից մեկը դիպչել է ընկերներից մեկին և նա մահացել է ամբողջովին գիտակից վիճակում, շնչել չկարողանալով։ Տարբերում ենք մկանապալարիչների երկու թերապևտիկ խումբ՝ ծայրամասային և կենտրոնական ազդեցության։ Կենտրոնական ազդեցությանը այլ կերպ կոչում ենք սպազմոլիտիկներ։ Այս տեսանյութում ավելի մանրամասն կխոսենք ծայրամասային ազդեցության միոռելաքսանտների մասին, իսկ կենտրոնական ազդեցության միոռելաքսանտների մասին կխոսենք այլ տեսանյութում։ Ծայրամասային ազդեցության միոռելաքսանտները բաժանվում են երկու ենթախմբերի՝ հակաապաբևեռացնողներ և ապաբևեռացնող։ Բավականին բարդ և խճճված դասակարգում է առաջին հայացքից երևում, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է հասկանալ այս դասակարգումը, ինչու կհասկանանք մի փոքր ուշ։ Ըստ այս դասակարգման, հակաապաբևեռացնող դեղամիջոցները բաժանում ենք ըստ ազդեցության տևողության։ Եվ այս դեղերը կիրառելու ժամանակ արդեն պարզ է դառնում, որ շատ կարևոր է իմանալ, թե նշված դեղը, որը մենք այդ պահին օգտագործում ենք, ինչ ազդեցության տևողություն ունի։ Որպեսզի այդ տևողությունը լրանալուն պես դեղամիջոցը նորից ներարկենք, քանի որ մենք չենք ուզում, որ վիրահատության ժամանակ հիվանդը սկսի շարժվել կամ սկսի ինքնուրույն շնչել, կամ հակառակը, երբ վիրահատությունը օրինակ ավարտվել է, արդեն հասկանանք և իմանանք, թե երբ դեղորայքի ազդեցությունը կավարտվի, և հիվանդը կսկսի ինքնուրույն շնչել և ապարատի օգնություն այլևս պետք չի լինի։ Եվ այսպես, ոչ ապաբևեռացնող դեղամիջոցները բաժանում ենք ըստ ազդեցության տևողության՝ երկարատև ազդեցության, միջին և կարճատև ազդեցության։ Երկարատև ազդեցության պրեպարատները ազդում են մոտավորապես 80-ից 180 րոպե։ Այս պրեպարատներից է դետուբոկուրարինը, որը համարվում է ոչ ապաբևեռացնող դեղամիջոցների պրոտոտիպը, ինչպես նաև պանկուրոնիումը։ Եվս մեկ անգամ ֆիքսենք, որ պանկուրոնիումը երկարատև ազդեցության է, քանի որ հետագա սլայդերում քննարկելու ենք պանկուրոնիումի և էկուրոնիումի տարբերությունը։ Միջին ազդեցության պրեպարատները ազդում են 30-ից 40 րոպե։ Այդ պրեպարատներն են վեկուրոնիումը, ռոկուրոնիումը, ատրակուրիումը և ցիսատրակուրիումը։ Ցիսատրակուրիումի ավելի կիրառվող անվանումը մյոքսանտ է։ Եվ կարճատև ազդեցության պրեպարատներն են, մոտավորապես ազդում են 10-ից 20 րոպե, միվակուրիումը։ Իսկ ապաբևեռացնող խմբի մեջ է մտնում միակ ներկայացուցիչը սուքսինիլխոլինը, իսկ նրա ավելի հայտնի անվանումն է դիթիլինը կամ սուքսամետոնիում։ Նա ուլտրակարճ ազդեցության տևողություն ունի, մոտավորապես 5-ից 7 րոպե, 8 րոպեից ավելի քիչ։ Այս պրեպարատը, քանի որ ունի ուլտրակարճ ազդեցության տևողություն, կիրառվում է շտապ դեպքերում, երբ նախապես չի կատարվել նախավիրահատական պատրաստում, այսինքն կա վտանգ, որ ստամոքսը լիքն է, կարող է լինել փսխում, ասպիրացիա, կամ կարող է լինել դժվար ինտուբացիա և առաջին փորձից չստացվի, հետևաբար օգտագործում ենք այս ուլտրակարճ ազդեցության դեղամիջոցը։ Հարց է առաջանում. ինչու միշտ այս դեղամիջոցը չկիրառենք, եթե ռելաքսացիան այդքան կարճ է տևում և վերականգնումը այդքան արագ է։ Պատասխանը պարզ է, բացի իր դրական կողմերից, նաև դեղամիջոցը ունի շատ կողմնակի էֆեկտներ, որոնցից շատերը նաև դեղորայք սպეციფիկ են և որոշները անգամ մահացու են։ Շատ մանրամասն չենք խոսի քիմիական կառուցվածքի մասին, բայց այս քիմիական բանաձևերը մեզ կօգնեն հասկանալ այս դեղերին բնորոշ մի քանի հատկանիշներ։ Մենք մի փոքր ուշ կխոսենք, թե ինչպես է տեղի ունենում կրկռի փոխանցումը նյարդային վերջավորությունով և սինապտիկ ճեղքով, իսկ այստեղ մենք միայն վերհիշենք, որ մկանապալարիչները ունեն շատ նման կառուցվածք նյարդային վերջավորություններում առկա վակուոլների և սինապտիկ ճեղքում ձերբազատվող նեյրոմեդիատորի ացետիլխոլինի։ Վերևում ացետիլխոլինի քիմիական կառուցվածքն է, ներքևում միակ ապաբևեռացնող դեղամիջոցի սուքցինիլխոլինի կառուցվածքը։ Եթե ուշադիր լինենք կամ կարող եք տեսանյութը կանգնեցնել և համեմատել, սուքցինիլխոլինը կազմված է երկու ացետիլխոլինի մոլեկուլից, իսկ ոչ ապաբևեռացնող պրեպարատներից այստեղ նշված է պանկուրոնիումը, առաջին հայացքից նորից մի փոքր բարդ կառուցվածք ունի,
Բայց տեսնում ենք, որ կապույտ գծով ընդգծված է, որ նրա կառուցվածքում ևս կա ացետիլխոլինի մոլեկուլներ։ Կարմիր շրջանակներում տեսնում ենք ազոտի ատոմը, որը չորրորդային է։ Այսինքն, բոլոր պրեպարատները, բացառությամբ մի քանիսի, օրինակ վեկուրոնիումի, պարունակում են 1 և ավելի չորրորդային ամիններ։ Դա նշանակում է, որ ազոտի ատոմին կպած է 4C, և այդ չորրորդային ամինի առկայությունն է, որ այս դեղամիջոցները լիպիդներում չեն լուծվում և հետևաբար չեն թափանցում կենտրոնական նյարդային համակարգ։ Եվ ևս մեկ անգամ հաստատվեց մեր դասակարգումը, որ այս դեղամիջոցները ունեն ծայրամասային ազդեցության մեխանիզմ, ինչպես նաև բոլոր դեղերը ներարկվում են միայն ներիրակային եղանակով, մարսողական համակարգից չեն ներծծվում։ Դասակարգում ենք նաև ըստ արտազատման եղանակի։ Այստեղ կարևոր է ուղղակի իմանալ, որ այն դեղերը, որոնք էլիմինացվում են երիկամների միջոցով, նրանք երկարատև ազդեցության են, օրինակ պանկուրոնիումը, պիպեկուրոնիումը, տուբոկուրարինը։ Այստեղ նաև նշված է ատրակուրիումը և նրա ածանցյալ ցիս ատրակուրիումը, որոնք միջին ազդեցության տևողություն ունեն, նրանք մետաբոլիզվում են լյարդով և մի պրոցեսով, որը կոչվում է Հոֆմանի էլիմինացիա։ Դա սպոնտան էլիմինացիայի տեսակ է, համապատասխան pH-ի և ջերմաստիճանի պայմաններում, երբ չորրորդային ամինները վեր են ածվում երրորդային ամինների և ալկենների։ Ատրակուրիումը այժմ շատ չի կիրառվում, քանի որ նրա մետաբոլիզմի արդյունքում առաջանում է լաուդանուզին կոչվող պրոդուկտը, որը արդեն ի տարբերություն ատրակուրիումի կարող է թափանցել կենտրոնական նյարդային համակարգ և առաջացնել ցնցումներ։ Եվ դա է պատճառը, որ ստեղծվեց ատրակուրիումի իզոմերը, ցիս ատրակուրիումը, որը չի առաջացնում կամ քիչ է առաջացնում լաուդանուզին, և նաև կքննարկենք, որ հիստամինի ձերբազատումն է քիչ լինում, որի արդյունքում ալերգիկ ռեակցիաների հավանականությունը նվազում է։ Եվ նշեմ, որ այս պրեպարատը ցիսատրակուրիումը կամ կոչվում է նաև միոքսանտ, շատ հաճախ է կիրառվում։ Մենք դասակարգումները դեռևս չենք ավարտել։ ԵՒս մեկ դասակարգում հիմնված է դեղերի քիմիական կառուցվածքի վրա։ Տարբերում ենք ամինոստերոիդների և իզոքֆինոլինային խմբի։ Բնական ալկալոիդները այժմ չեն կիրառվում իրենց տոքսիկ էֆեկտների պատճառով, սակայն ունեն կարևոր պատմական նշանակություն, քանի որ նշեցինք արդեն տուբոկուրարինը առաջինն է հայտնաբերվել ոչ ապաբևեռացնող դեղամիջոցներից, և այժմ կիրառվող դեղերը բնական ալկալոիդների ատյանցյալներ են, որոնք ձևափոխված են այնպես, որ դրական էֆեկտների հետ մեկտեղ բացասական էֆեկտները հնարավորինս քիչ լինեն։ Ամինոստերոիդներն են վեկուրոնիումը, ռոկուրոնիումը, ռապակուրոնիումը, այստեղ մի պահ կանգ առնենք։ Ռապակուրոնիումը նոր պրեպարատ է, և առանձնահատկությունը այն է, որ նա ամենաարագն է ազդում, և ներարկելուց հետո էֆեկտը երևում է 1-ից 1.5 րոպե հետո։ Շարունակենք ամինոստերոիդների շարքը, հաջորդը պիպեկուրոնիումն է, որը ավելի հայտնի է Արդուան անվանումով, և պանկուրոնիումը։ Իսկ իզոքֆինոլինային խմբի մեջ են մտնում ատրակուրիումը, իր բարեկամ ցիսատրակուրիումի հետ, միվակուրիումը, դոքսակուրիումը և մետոկուրիումը։ Այս երկու խմբերը իրարից տարբերվում են ոչ միայն կառուցվածքով, նաև առաջացված կողմնակի էֆեկտներով։ Հստակ երևում է, որ ամինոստերոիդները չունեն ընկճող էֆեկտ վեգետատիվ հանգույցների վրա և հիստամինի ձերբազատման վրա, փոխարենը ի տարբերություն իզոքֆինոլինային խմբի ունեն ընկճող ազդեցություն սրտի վրա։ Ամենաշատը ընկճում է սիրտանոթային համակարգը պանկուրոնիումը, հետո ռոկուրոնիումը և վերջում ռապակուրոնիումը։ Ուշադրություն դարձնենք, որ վեկուրոնիումը չունի ընկճող էֆեկտ սրտի վրա, ի տարբերություն պանկուրոնիումի։ Դա այն պատճառով է, որ վեկուրոնիումը այն բացառություններից է, ում կառուցվածքում կա երրորդային ամին չորրորդային ամինի փոխարեն։ Երկուսի կառուցվածքային հիմքում էլ կա ստերոիդային միջուկ։ Նաև մնացած կառուցվածքով շատ նման են միմյանց։ Բայց նշված օղակում տեսնում ենք, որ ազոտին կպած է 3C 4-ի փոխարեն։ Այս փոքրիկ տարբերության արդյունքում մինիմալ է վեկուրոնիումի էֆեկտը սիրտանոթային համակարգի վրա։ Նաև հիշենք, որ պանկուրոնիումը դուրս էր բերվում երիկամների միջոցով և հետևաբար երկարատև ազդեցության պրեպարատ էր, իսկ վեկուրոնիումի միայն 15%-ն է դուրս բերվում երիկամներով, իսկ 85%-ը դուրս է բերվում լյարդով։ Ինչպես նաև վեկուրոնիումը միջին ազդեցության տևողություն ուներ։ Վերադառնանք նախորդ սլայդին, իզոքֆինոլինային խմբից արդեն նշել ենք, որ ի տարբերություն ցիսատրակուրիումի, ատրակուրիումը առաջացնում է հիստամինի ձերբազատում։ Միվակուրիումը ևս ունի այդ էֆեկտը, իսկ տուբոկուրարինը ընկճում է վեգետատիվ հանգույցը և արտահայտված հիստամինի ձերբազատում է կատարում։ Եվ այստեղ տեսնում ենք սխեմատիկ գրաֆիկ, որը ես եմ պատրաստել իմ անգլերեն տեսանյութի համար։ Եթե սլայդում անգլերեն է նշված, ուրեմն անգլերեն վիդեոներում ևս կարող եք տեսնել այդ սլայդը։ Նկարում շատ պարզ տեսնում ենք նյարդամկանային հաղորդականությունը ինչպես է տեղի ունենում
Ավելի մանրամասն կքննարկենք հետագա տեսանյութերում։ Գործողության պոտենցիալը անցնելով մոտոր նեյրոնով, հասնելով նախասինապտիկ թաղանթի կալցիումական անցուղիներին, նպաստում է կալցիումի ներհոսքին և կապմանը ացետիլխոլինով հարուստ վակուոլների հետ, որի արդյունքում ացետիլխոլինը ձերբազատվում է բշտիկներից դեպի սինապտիկ ճեղք։ Հետսինապտիկ թաղանթի վրա տվյալ դեպքում տեսնում ենք N-M նիկոտինային ընկալիչներ, ևս մեկ անգամ այստեղ նշել եմ, որպեսզի չշփոթենք N-N նիկոտինային ընկալիչների հետ, մենք գործ ունենք այժմ N-M ընկալիչների հետ։ Հետսինապտիկ թաղանթում նաև մենք ունենք խոլինեստերազա, որի կյանքի միակ նպատակն է չեզոքացնել ացետիլխոլինը, և նրա միջոցով քայքայվում է ացետիլխոլինը, ընկալիչը ազատվում է և ունակ է լինում նոր եկած գործողության պոտենցիալին պատասխան տալ։ Այս ընկալիչները ունեն մի քանի ենթամիավորներ, սակայն այստեղ մենք միայն ֆիքսենք, որ ունի 2 ալֆա ենթամիավոր, և ացետիլխոլինը պետք է կպվի 2 ալֆային միաժամանակ, որպեսզի անցուղին ակտիվանա։ Հետևաբար, անգամ եթե 1 ալֆա ենթամիավորումը մենք ընկճենք, գործողության պոտենցիալը չի փոխանցվի։ Եվ պարտադիր չէ 2 ալֆա ենթամիավորները ընկճել։ Այժմ խոսենք այս դեղերի ազդեցության մեխանիզմի մասին։ Հետսինապտիկ թաղանթում առկա ընկալիչները կարող են լինել 4 կարգավիճակում՝ փակ նորմալ, բաց նորմալ, փակ ընկճված և բաց ընկճված։ Օրգանիզմում բոլոր թաղանթները բաղկացած են լիպիդային երկշերտից։ Պատկերացնենք, որ մնացած սխեմաներում ևս նույն պատկերն է։ Տեսնում ենք նատրիումական անցուղին, ալֆա ենթամիավորը և անցուղին փակ է։ Երբ անցուղին փակ է, նատրիումը չի կարող անցնել դեպի ներբջջային տարածություն։ Այստեղ արդեն ագոնիստը կապվել է 2 ալֆա ենթամիավորներին և արդյունքում անցուղին բացվել է և նատրիումը կարող է ներս թափանցել։ Երբ անցուղուն դիպչում է ոչ ապաբևեռացնող միոռելաքսանտը, անցուղին փակվում է և ընկճվում։ Ոչ ապաբևեռացնող դեղերը կարող են կպչել մրցակցային և ոչ մրցակցային մեխանիզմով։ Մրցակցային մեխանիզմի դեպքում դեղը մրցակցում է ացետիլխոլինի հետ։ Ապաբևեռացնող սուկցինիլխոլինը կապվելով ընկալիչի հետ ակտիվացնում է այն, սակայն ապաբևեռացումը երկարատև է և կայուն։ Իսկ սինապտիկ ճեղքում առկա ացետիլխոլին չի կարողանում քայքայել սուկցինիլխոլինը և սուկցինիլխոլինը չի դիսոցացվում ընկալիչից։ Ընկալիչը չնայած նրան, որ ռեպոլարիզացվում է, միաժամանակ դեսենսիտիզացված վիճակում է և չի պատասխանում հետագա գործողության պոտենցիալին։ Եթե մենք ֆիզիոլոգիայի դասընթացից հիշում ենք, թե ապաբևեռացումը ինչ է, այստեղ կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես կարող է ապաբևեռացումը, որը սովորաբար առաջացնում է կծկում, այս դեպքում առաջացնել ռելաքսացիա։ Սուկցինիլխոլինը արդեն նշեցինք չի քայքայվում սինապսում առկա ացետիլխոլինեստերազայով, և նրան քայքայում է պլազմայում առկա պսևդոխոլինեստերազան կամ բուտիդիլխոլինեստերազան։ Տեսնում ենք, նա փորձում է մեզ համոզել, որ նա ացետիլխոլինեստերազան է։ Ինչպես նաև այս գրաֆիկում ևս մեկ անգամ վերհիշենք, որ սուկցինիլխոլինը բաղկացած է 2 ացետիլխոլինի մոլեկուլից։ Այս սլայդում նաև տեսնում ենք կուրառեի տերևները և նետերը, որոնք թաթախվում են կուրառե թույնի մեջ։ Քանի որ նշեցինք, որ ապաբևեռացնող պրեպարատները կապվում են ընկալիչի հետ մրցակցային մեխանիզմով, և այդ կապը դարձելի է, կարելի է եզրակացնել, որ երբ սինապտիկ ճեղքում շատանում է ացետիլխոլինի կոնցենտրացիան, ացետիլխոլինը դուրս կմղի ոչ ապաբևեռացնող պրեպարատին ընկալիչից և կունենանք դեղի էֆեկտի նվազում կամ վերացում։ Եվ հետևաբար այս էֆեկտը կարող ենք կիրառել պրակտիկայում որպես անտիդոտ կիրառելով ացետիլխոլինեստերազի ինհիբիտորներ, որոնք ընկճելով էստերազին չեն թողնի այն քայքայի ացետիլխոլինը և հետևաբար նրա կոնցենտրացիան կմեծանա սինապտիկ ճեղքում, դուրս մղելով ոչ ապաբևեռացնող պրեպարատին ընկալիչից։ Այսպիսի պրեպարատներ են օրինակ դոնեպեզիլը, ռիվաստիգմինը, գալանտամինը։ Սուկցինիլխոլինը մեր միակ ապաբևեռացնող պրեպարատը ազդում է 2 ֆազայով։ Առաջին ֆազայում լինում է երկարատև կայուն ապաբևեռացում և կարող է առաջանալ ֆասցիկուլյացիա, այսինքն անկանոն կտրուկ մկանային կծկումներ, որը հետագայում կարող է առաջացնել մկանային ցավեր հետվիրահատական շրջանում, իսկ վիրահատության ժամանակ փսխում և ասպիրացիա։ Ֆազա առաջինում չի կարելի կիրառել ացետիլխոլինեստերազի ինհիբիտորներ։ Եկեք պատկերացնենք, եթե ընկճում ենք ացետիլխոլինեստերազան ինհիբիտորների միջոցով, շատանում է ացետիլխոլինի կոնցենտրացիան, բայց առանց այդ էլ մենք ունենք ընկալիչի խթանում սուկցինիլխոլինի միջոցով և լրացուցիչ ացետիլխոլինը էլ ավելի կերկարացնի ապաբևեռացումը։ Իսկ ֆազա երկրորդում ունենում ենք վերաբևեռացում, բայց ընկալիչը դեսենսիտիզացված վիճակում է։
Սուկցինիլխոլինի ազդեցությունը ֆազա երկրորդում շատ նման է ոչ ապաբևեռացնող պրեպարատների ազդեցության մեխանիզմին, և ինչպես ոչ ապաբևեռացնող պրեպարատների ժամանակ, այստեղ ևս կարելի է կիրառել ացետիլխոլին էսթերազի ինհիբիտորներ։ Եվ այստեղ շատ հետաքրքիր հարց է առաջանում։ Ես արդեն նշեցի, որ սուկցինիլխոլինը քայքայվում է պլազմայում առկա պսևդոխոլին էսթերազայով։ Եվ ենթադրենք ներարկել ենք սուկցինիլխոլին հիվանդին, ում մոտ առկա է պլազմայում պսևդոխոլին էսթերազի անբավարարություն։ Հետևաբար, ինչ կարող ենք ներարկել հիվանդին, որպեսզի վերացնենք սուկցինիլխոլինի ազդեցությունը։ Եթե դուք պատասխանեցիք ներարկել թարմ սառեցված պլազմա, դուք միանշանակ ճիշտ եք, քանի որ առողջ մարդու արյան պլազմայում առկա է պսևդոխոլին էսթերազը, և այդ պսևդոխոլին էսթերազան կքայքայի սուկցինիլխոլինը։ Ինչպես նաև որպես այլ անտիդոտ կարելի է կիրառել սուգամադեքսը, որը բավականին թանկարժեք պրեպարատ է, այն սպეციფიկ անտիդոտ է ռոկուրոնիումի և վեկուրոնիումի համար։ Ունի ազատ գրպանիկ, որով պատում է ռոկուրոնիումը կամ վեկուրոնիումը, վերածելով այն ինակտիվ կոմպլեքսի, որը դուրս է բերվում երիկամներով։ Ռելաքսացիան և մկանների կծկման վերականգնումը իրականանում է բնորոշ հաջորդականությամբ։ Ռելաքսացիայի դեպքում սկզբում թուլանում են հարակնային, պարանոցի, մատների, կոկորդի, ծնոտի և դեմքի մկանները, այնուհետև վերջույթների և իրանի մկանները և վերջում միջկողային մկանները և ստոծանին, արդյունքում ինքնուրույն շնչառությունը կանգ է առնում։ Իսկ վերականգնումը ընթանում է հակառակ ուղղությամբ, սկզբում հիվանդը սկսում է ինքնուրույն շնչել և վերջում խոսել, կուլ տալ, աչքերը բացել։ Ինչպես նշեցինք, սուկցինիլխոլինը ունի նշանակալի կողմնակի էֆեկտներ, որոնցից են բրադիկարդիան, հիպերկալեմիան, որը ավելի բնորոշ է այրվածքներ ունեցող հիվանդներին, կարող ենք տեսնել կալիումի կարգաթիվը 19 է, և դա մեզ կօգնի հիշել 19-րդ քրոմոսոմը, որի գենետիկական դեֆեկտի հետևանքով առաջանում է մեկ այլ շատ ծանր բարդություն, որը սպეციფიկ է սուկցինիլխոլինին։ Այն կոչվում է չարորայք հիպերթերմիա։ Մի փոքր ուշ շատ մանրամասն կխոսենք այս պաթոլոգիայի մասին։ Երիկամային հիվանդությունները հակացուցում չեն սուկցինիլխոլինի օգտագործման համար, սակայն սուր երիկամային անբավարարությունը կարող է ևս տոքսիկ էֆեկտները մեծացնել։ Սուկցինիլխոլինը մեծացնում է ներակնային և ներգանգային ճնշումը, նորմայում ներակնային ճնշումը 10-ից 15 մմ սնդիկի սյուն է, սակայն ևս աչքի վրա կատարվող վիրահատությունների ժամանակ, եթե առաջային կամերայի վրա չի կատարվում վիրահատությունը, սուկցինիլխոլինի կիրառումը հակացություն չէ։ Ինչպես նաև կարող է վիրահատությունից հետո առաջանալ մկանացավեր, տեսնում ենք այստեղ մկանը շատ տխուր է և ավելի բնորոշ է այս բարդությունը կանանց և հետվիրահատական շրջանում քայլող հիվանդների։ Այժմ խոսենք նաև շատ ծանր պաթոլոգիայի մասին, որի դեպքում եթե շտապ չցուցաբերվի համապատասխան բուժում, 99% դեպքերում մահացու ելք է լինում։ Այս վիճակը կոչվում է չարորայք հիպերթերմիա, որը առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ռիանոդինային մեկ տեսակի ընկալիչների գենետիկական դեֆեկտ։ Ռիանոդինային ընկալիչները գտնվում են սարկոպլազմիկ ռետիկուլումում, և նրանց ակտիվացումը նպաստում է սարկոպլազմիկ ռետիկուլումից կալցիում 2+-ի դուրսբերմանը։ Գոյություն ունի 3 տեսակի ռիանոդինային ընկալիչներ՝ RIR1 հանդիպում է կմախքային մկաններում, երկրորդը սրտում, երրորդը գլխուղեղում։ Ավելի պատկերավոր նկարել եմ այս գրաֆիկում երկրորդողության պոտենցիալը հետսինապտիկ թաղանթում տարածվում է սարկոլեմմայով, փոխանցվում է T խողովակին, որտեղ կան դիհիդրոպիրիդինային ընկալիչներ։ Այդ ընկալիչները կապված են սարկոպլազմատիկ ռետիկուլումի վրա առկա ռիանոդինային ընկալիչներին, և երբ դիհիդրոպիրիդինային ընկալիչները բացվում են, ռիանոդինային ընկալիչները ևս բացվում են և արդյունքում կալցիումը դուրս գալով նպաստում է մկանների կծկմանը, ռիգիդության առաջացմանը, թթվածնի և ԱՏՊ-ի ինտենսիվ կլանմանը և CO2-ի ջերմության մեծ քանակությամբ ձերբազատմանը։ Այս պաթոլոգիայի ժամանակ ջերմությունը բարձրանում է 40 և ավելի աստիճան Ցելսիուս և չի ենթարկվում բուժմանը, ինչպես նաև կարող է առաջանալ մետաբոլիկ ացիդոզ։ Այս դեպքում, բացի ընդհանուր օրգանիզմի սառեցումից, օրինակ սառը հեղուկներով աղեստամուքսային համակարգի լվացումը կատարելուց, այժմ միակ պրեպարատը, որը կիրառվում է, դա դանտրոլենն է, որը ռիանոդինային ընկալիչների անտագոնիստ է համարվում և կանխում է կալցիումի ձերբազատումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պրեպարատը օրգանիզմի ընդհանուր սառեցման միջոցառումների հետ մեկտեղ մոտավորապես 80%-ով նվազեցնում է մահացությունը։ Շնորհակալություն, ցտեսություն։